Հայաստանի մարգարաբնակավայրի հետ սահմանին գտնվող Ալիջանի սահմանային անցակետի բացման նախապատրաստական աշխատանքներն արագացել են, ինչը կդառնա Թուրքիայի եւ Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի կարևորագույն կամուրջներից մեկը, գրում են թուրքական լրատվամիջոցները։ Իգդիրի նահանգապետ Ֆիրատ Թաշոլ Արստուգել է անցակետի վերակառուցման եւ արդիականացման աշխատանքների ընթացքը։ Նա հայտարարել է, որ գործընթացը նախատեսվում է ավարտել կարճ ժամկետում։ Ավելի վաղ թուրքական լրատվամիջոցները հայտնել էին, որ Ալիջանի սահմանային անցակետում աշխատանքների 90%-ն արդեն իրականացվել է։ Նշվել է, որ անցակետի բացման նախապատրաստումը շարունակվում է առանց ընդհատումների։ Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է, որ կառավարությունը փորձում է առավելագույնս օգտագործել երկրի ռազմավարական դիրքը եւ այդ նպատակով զարգացնում է տրանսպորտային ենթակառուցվածքը։ Նրա խոսքով Վրաստանով տարանցումը յուրահատուկ դեր է կատարում երկրի տնտեսության զարգացման գործում, հաշվի առնելով Չինաստանի, Թուրքիայի եւ Եվրամիության հետ ազատ առևտրի համաձայնագրերը։ Ներկայում իրականացվում է լայնածավալ նախագիծ կառուցելու արևելք-արևմուտք մայրուղու մի մասը, որը Վրաստանի միջոցով կապում է Ասիան եւ Եվրոպան, ինչպես նաեւ դեպի Ռուսաստան տանող հյուսիս-հարավ մայրուղին։ Կոբախիձեն նաև հայտնել է, որ մինչև 2030 թվականի վերջ նախատեսվում է ավարտել Թուրքիայի սահմանից մինչև Հայաստանի եւ Ադրբեջանի սահմաններ տանող ճանապարհների գրեթե բոլոր հիմնական հատվածները։ 2026 թվականի բյուջեում նշված կառավարության ծրագրի համաձայն նախատեսվում է ամբողջությամբ ավարտել Ռուսթավի Կարմիր կամուրջ եւ Ալգետի Սադախլո հատվածների շինարարությունը, որոնք տանում են դեպի Հայաստանի եւ Ադրբեջանի սահմաններ, ինչպես նաև կառուցել Թուրքիայի սահման տանող Բաթումի Սարպի ճանապարհը։ Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը Թուրքիայի իր պաշտոնակից Հաքամ Ֆիդանի հետ հեռախոսազրույցում մտքեր է փոխանակել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացի մերձավոր արևելքում ստեղծված իրավիճակի վերաբերյալ։ Կողմերը քննարկել են համագործակցությունն Ադրբեջանի եւ Թուրքիայի միջև երկկողմ դաշինքի շրջանակներում, համատեղ ջանքերը միջազգային կազմակերպություններում եւ բազմակողմ հարթակներում, ինչպես նաեւ տարածաշրջանային անվտանգության իրավիճակը։ Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ Միացյալ Նահանգների հետ անուղղակի բանակցությունները կշարունակվեն, եթե Թեհրանը գա եզրահանգման, որ Վաշինգտոնը լրջությամբ է մոտենում Իրանի միջուկային խնդրի բանակցային լուծմանը։ Արաղչին եւս մեկ անգամ շեշտել է, Իրանը երբեք չի հրաժարվի խաղաղ միջուկային էներգիա զարգացնելու, այդ թվում ուրանը հարստացնելու իր իրավունքից։ Նրա խոսքով բանակցությունների հաջողությունը կախված է նրանից, արդյոք մյուս կողմն այս հարցին լրջությամբ կվերաբերվի։ Մենք ուշադիր հետևում ենք եւ գնահատում բոլոր նշանները, որոշելու համար արդյոք շարունակում ենք բանակցությունները, նշել է դիվանագետը, հավելելով. ԱՄՆ-ի անիրատեսական եւ անխոհեմ պահանջներն իրական խոչընդոտ են ներկայացնում։ Արաղչին եւս մեկ անգամ կրկնել է, Իրանը միջուկային զենք ստեղծելու որևէ մտադրություն չունի։ Իր հերթին Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքյանը հայտարարել է, որ Օմանում փետրվարի 6-ին տեղի ունեցած անուղղակի բանակցությունները քայլ էին դեպի առաջ։ Ռուսաստանը Միացյալ Նահանգների հետ տնտեսական հարաբերություններում վառ ապագա չի տեսնում, հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ Մոսկվան պատրաստ է գործակցել բոլոր երկրների, այդ թվում ԱՄՆ-ի հետ, սակայն ամերիկացիներն այս ճանապարհին արհեստական խոչընդոտներ են ստեղծում։ Հետևաբար Ռուսաստանը ֆինանսական, տնտեսական, լոգիստիկ եւ այլ նախագծերը զարգացնելու լրացուցիչ պաշտպանված ուղիներ է փնտրում BRICS-ի երկրների հետ։ Լավրովի խոսքով ԱՄՆ-ն մրցակիցներին ճնշում է անբարեխիղճ մեթոդներով, պատժամիջոցներ սահմանելով ռուսական նավթային ընկերությունների նկատմամբ։ Միացյալ Նահանգներն ըստ դիվանագետի փորձում է վերահսկել ռազմատեխնիկական կապերը Ռուսաստանի խոշորագույն ռազմավարական գործընկերների, Հնդկաստանի եւ BRICS-ի այլ անդամների հետ։ Միևնույն ժամանակ Լավրովը շեշտել է, Ռուսաստանը հատուկ ուշադրություն է դարձնում ԱՊՀ-ին, ԵԱՏՄ-ին, ՀԱՊԿ-ին եւ ընդհանուր առմամբ հետխորհրդային տարածքին։ Լավրովը նաեւ նշել է, Ռուսաստանն ընդունել է Ուկրաինայի հարցով Անկորիջում բանակցությունների ժամանակ Միացյալ Նահանգների ներկայացրած առաջարկը, սակայն այժմ ԱՄՆ-ն ինքը պատրաստ չէ այդ առաջարկին։ Կրեմլի խոսնակն իր հերթին նշել է, որ Անկորիջում ձեռք բերված պայմանավորվածությունները թույլ կտան հասնել ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման։ Դմիտրի Պեսկովը չի մանրամասնել, թե ռուսական կողմն ինչ նկատի ունի Անկորիջի պայմանավորվածություններ ասելով։ Նա հավելել է, որ աշխատանքը շարունակվում է։ Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջև փոխադարձ հարվածները եւս շարունակվում են։ Ռուսաստանը գիշերը 11 Իսկանդեր հրթիռ եւ գրեթե 150 անօդաչու թռչող սարք է արձակել Ուկրաինայի ուղղությամբ։ Հարվածների են ենթարկվել Օդեսայի, Չեռնիգովի, Խարկովի մարզերը, կան զոհեր եւ վիրավորներ։ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ Կիևում էլեկտրամատակարարման եւ ջեռուցման հետ կապված բարդ իրավիճակը պահպանվում է։ Ռուսաստանն էլ հայտնել է ուկրաինական հարվածների մասին։ Մեծապես տուժել է հատկապես Բելգորոդի մարզը։ Սյուզաննա Չրաղյան, լուրեր։